Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Երևանում շտապ օգնության մեքենայի ավտովթարի դեպքին, նշելով, որ ցավոք բժիշկը մահացել է։ Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապ օգնության բրիգադը։ Ցավոք բժիշկը մահացել է, իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին։ Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր, գրել է նախարարը։ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ իր էջում հայտնել է, որ վթարի հետևանքով մահացած բժիշկը գտնվել է վարորդի կողքին։ Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել, հավելել է նա։ Նշենք, որ ժամը 5:40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում գործարանային մետրոյի հարևանությամբ Toyota Մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե Էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։